Հակոբյան այսօր արցախցիները հավաքվել են կառավարության մասնաշենքերից մեկի առջև, պահանջում են, որ իրենց աշխատանք տրամադրեն եւ նմանատիպ այլ կարևորագույն հարցեր։ Ըստ ըստ կառավարությունը կլսի արցախցիների ձայնը։ Գիտեք, իհարկե իրենք դետալ ասում է, հա, խորհրդի անդամները ներկայացնում են պահանջները, բայց եթե դա մենք փաթեթավորենք ու մենք այսպես փունջ որպես դիտարկենք, դա մեր պահանջն է արժանապատիվ կեցության հնարավորություն մեր հայրենիքի այս հատվածում, որը ի դեպ պարտավոր են անել այս իշխանությունները։ Նախ, որպես իրենց հայրենակիցներ, որոնք մազապուրծ են եղել իրականում ցեղասպանությունից, ի դեպ ուզում եմ անընդհատ հիշեցնել, այդ մասին մեզ անընդհատ զգուշացնում էր հենց Նիկոլ Փաշինյանը եւ դեռևս մեկ արցախցիների։ Եվ երկրորդ, որպես փախստականներ, իսկ փախստականների իրավունքի հետ կոնվենցիային միացած է նաև Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն ինքը բոլոր առումներով պարտավորություններ ունի այստեղ։ Բայց չգիտես ինչու, այդ պարտավորությունների մասին խոսվում է, պոպուլիստական հայտարարություններ են արվում, շեղելով եւ մեր հանրությանը, եւ ազգամիջյան այսպես պարակտում առաջացնելով, որտեղ մեր հանրության մոտ տպավորություն է, որ արցախցիները այսօր առանց հոգսի, առանց որևէ խնդրի ապրում են այն պարագայում, երբ որ Հայաստանում ծանր սոցիալական վիճակ է։ Իսկ իրականում դրանք ուղղակի խոսքեր են, որը շռայլում է բնականաբար պոպուլիզմի այս հորձանուտում իրականում հնարավոր չէ հասկանալ իրականությունը որն է, բայց մեր պահանջը փող ուզելու մասին չէ։ Մեր պահանջը սեփականություն ու շքեղ ապրելու միջոցներ ուզելու մասին չէ Հայաստանի Հանրապետությունում։ Մեր պահանջը մի բանի մասին է։ Ապրել արժանապատիվ հայրենիքի մեր այս հատվածում այնքան, քանի դեռ մեր հավաքական վերադարձի հարցը չի լուծվել, որովհետև մենք բոլորս ունենք մեկ նպատակ՝ վերադառնալ ուղղակի մեր բնօրեն։ Այսպեսին է, պարզ ձևակերպում է, այսպեսին է այս ամենի։ Օրերս կրկին ակցիա էր իրականացել Ազատության հրապարակում, որտեղ արցախցի մի կին նշեց, որ իրեն աշխատանք չեն տրամադրում միայն այն պատճառով, որ արցախցի է։ Ըստ էս ինչու է նման մարդատիացություն տիրում Հայաստանի Հանրապետությունում եւ ինչից է գալիս այդ ամենը։ Իրականում բացի այն պահանջը, որ պիտի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունեն, այդ կեղծ իրենց օրինաց, տեսակը քաղաքացիության, մի կողմից էլ այո, քարոզչությունը, երբ որ դա արվում է իշխանությունների կողմից, բարձրախոսները այսօր իշխանական բոլորը խոսում են, որ արցախցիները փախել են, որ արցախցիները չեն կռվել, որ արցախցիները իրենք են հանձնել Արցախը, հիմա եկել են, ուզում են Հայաստանը հայաթափել, ուզում են, ես չեմ կարողանում իրենց այդ մտքի գոհարները բոլորը մտապահել, ուզում են Հայաստանը վտանգել։ Իրականում իրենք խոսում են իրենց մեղքերի մասին, իհարկե կարգելով մեղավորներ որպես արցախցիներին, եւ բնական է, որ մեր հանրության մի հատվածը նաեւ չունենալով այդպես ակտիվ շփում կամ պատկերացում Արցախի խնդրի կամ արցախցիների մասին, հակված է լսելու, հակված է ընդունելու եւ այդ քարոզչությունը այնքան շատ է, այսօր մեդիա դաշտում դուք տեսաք հանրահավաքից հետո իրենց այդ fake ֆաբրիկան ինչպես էր աշխատում, ինչ ատելության քարոզ էր գնում արցախցիների ուղղությամբ։ Միանշանակ վախից, որովհետեւ վաղ թե ուշ իրականությունը բացահայտվելու է, վաղ թե ուշ մեր հասարակությունը հասկանալու է։ Տեսեք, հայտարարվում է, որ այսօր խնածախի ուղղությամբ կրակոցներ են եղել, վնասվել են տներ։ Ակամայից կարդալով լուրը ես հիշել եմ Արցախի Հանրապետության Կարմիր շուկան։ Հավատացեք նույն պատկերն է։ Հավատացեք 20 թվականից հետո ամեն ինչ սկսվեց Կարմիր շուկայի ուղղությամբ կրակոցներից։ Ամեն ինչ սկսվեց տանիքներ ու ապակիներ կոտրելուց։ Արդյունքում Արցախը ենթարկվեց բռնի տեղահանման, հայաթափման։ Այսինքն այստեղ ակնհայտ է, որ քաղաքականությունը, որը վարվում է այս իշխանությունների կողմից, ինքը դեռ չի ավարտվել ուղղակի, սկսվել է Արցախում, բայց բուն նպատակը Արցախի հայաթափումը չի եղել։ Բուն նպատակը այն է, ինչի մասին այսօր խոսում է ցավոք սրտի, խոսում է Ադրբեջանը եւ Թուրքիա, եւ այդ մասին չեն խոսում Հայաստանի իշխանությունները։